Սիրելիներս, ողջույն բոլորին։ Մեզ մոտ վաղ առավոտ է, ես պատրաստվել եմ, խորենից նվիրված նոր ականջուղերն եմ դրել, որովհետև այսօր դասի եմ։ Մազերս իրական հավաքել եմ, բայց հետո կքանդեմ, ուղղակի ես պահի շոքած եմ ֆենից հետո, դրա համար ավելի լավ այսպես մնամ։ Քիչ հետո դուրս կգամ, որը չորեքշաբթի է, իդեպ ավոկադոս արդեն լավ փափկել է, խորեն խնդրեմ տոստի հաց բերի լոլիկ, հավկիթ, մի բան եկար, որը մոռացա։ Մի խոսքով ինչ-որ սենց տոստեր կսարքել։ Ճիշտն ասած շատ անհավես եմ գնում։ Вообще ես մի տեսակ ինք ասած հոգնածություն ա կուտակված մոտս, որ միակ բանը որ ուզում եմ անել, օրերով տանը մնալն է, ու вообще ավելի խորանանք, տանը մնալ ու ոչինչ չանել, բայց ոչ տանը մնալն է ստացվում, ոչ էլ ոչինչ չանելը, դրա համար պետք է ադապտացվել ըստ իրավիճակի։ Всё, բոլորիդ մաղթում եմ բարի դիտում, գնում եմ արտասնում եմ խորենից դա այդքան էլ հեշտ գործ չի եւ տաքս։ Ես հասա, ինչ որտեղից շան հաչոց եմ լսում, բավականին մեծ շան, բայց չեմ հասկանում որտեղից, դա համար ավելի լավ է չկենտրոնանալ եւ գնալ առաջ։ Բավականին տաք է եղանակը, ինձ թվում է կարող առավոտյան մրսեմ, հետո օքեյ կլինի, այս կուտկայում, բայց չէ, հիմա էլ օքեյ։ Всё, չեմ ուշանում, դեռ մի 20 րոպե կա դասին, հանգիստ կարող եմ գնալ։ Ես արդեն մեր թաղերում եմ, դասերս վերջացել է, շուտ գնում եմ տուն, խորեն այսօր պետք է Արտաշեսին տանի Արաբունքի, Դավին, նկարչության։ Արտաշեսը տանը, որպեսզի մենակ չմնա, ես հասնեմ տուն։ Իհարկե Արտաշեսի երազում է, մենակ նախընտրում եմ, մենակ թողեկից, եղել է, որ կարճ ժամանակով թողել ենք, բայց սյոտակի երեխայի վրա դուռը փակել, բանալի մոտը չլինի, գնա գիտեք, 1000 մի արտակարգ իրավիճակ կար այս կյանքում լինի, երեխան տանը փակված, իսկ բանալին չեմ վստահի իր մոտ մնա, միգուցե անծանոթ մեկը դուռը թակի, ինքը բացի, երկու դեպքում էլ անվտանգ չի, մի քիչ էլ որ մեծանա, ավելի ասոզնումնի լինի, այդ ժամանակ արդեն կմնա մենակ։ Սոված եմ շատ, մի հատ սուրճ եմ խմել համալսարանում ու վերջ։ Վերջապես տուն հասա, խորեն երեխում տարավ, ես Արտաշեսս մնացին, բայ, դու չես ուտի բրնձով փլավ, բրնձով փլավ էի սարքել, հավի միս է դրել դուխովկա, ասել եմ, ձեր չեմ հիշում, աղցան եմ սարքել, չուվթայի սարքել, որ այսօր հանգիստ սնվեն բոլորը, այդ թվում և ես։ Իսկ տվորըք բանան, իրաս իրաց բերեկուսն է, տվորըք բանան, հիմա դեք վաղթր տանը վապշը չի լինում, դրա համար մրքերն ու այդ տիպի բաներն են ուտում երեխեք, պատկերացեք լավ էլ անաց քաղցրի ապրում են։ Ջանա։ Спасибо, милый, հեսա ուտեմ քեզ էլ։ Հեսա եմ կապսեն չի հասնենք եմ կանեի։ Նենց ստացվում ես էլի նույն տեղում նստած, էլի նույն գործողությամբ եմ սպառված, բայց իրականում մոտ 40 րոպե անցավ իմ ջաշ ուտելուց ու քանի որ ես համասամ շատ էներգիա եմ ծախսում, այդ օրը ես որ դուր եմ գալիս, ահա որ սոված եմ լինում ու սիրտս ուզում է համ ինչ որ ջաշ, համ միրգ, դրա համար այսօր նոր մյուսլի եմ առել, որի մեջ կան չամիչ եւ տարբեր չորամրգեր, ինչպես նաեւ ֆլոբիայի պես, տենց աքսիաների ֆլոբի, հա, տենց ասեմ։ Մածունի մեջ եմ իրեն խառնել, հետարքիր տեսք ունի, մի հատ։ Քաղցր չի, վերան գրած էր, խորի սիրին չկա, շաքար չկա։ Քաղցր չի, բայց համովա, չրերն են քաղցրություն տալի։ Կա շոկոլադով տարբերակ, բայց դիտմամբ չվերցրեցին։ Չամիչը ևս շատ նուրբ քաղցրության նոտա է տալի։ Եմ սենց տարօրինակ որտեվ ատամներս սա սենց ասած փակ ու բիր են, մի քիչ չորախլոպյան հավասնում է։ Իդեպ այն օրը ադիբուդի ենք սարքել երեխեք հետ մուլտ ենք նայում, այն լավ չբացվող ադիբուդիներից էր, որ մեջը սենց մնում է կորիզի պես։
մի հատ ատամ ունեի ճաքած։ Այդ ատամը 100 տեղից ռեստավրացիա արած էր ու ես գիտեի որ ճաքը գնալով բաներն ու վերջը կոտրվեց։ Չգիտեմ այդ շապի դիք հաշվի թե ինչ դժվար էր պլոմբեր լինի։ I don't think so. No, 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 no. I don't think so. No, 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 no. It's never, ever, 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 ever gonna happen. I don't think so. No, 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 no. I don't think so. No, 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 no. It's never, ever, 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 ever gonna happen. I don't think so. No, 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 no. Maybe someday. Մի քիչ սխտոր ավելացրեցի եւ լավ տապակեցի, քանի որ շատ հասել էր ավոկադոն, օրեր շարունակ թողել էի, ինքը կարագի պես հեշտ այսպես ասած ճզմվում է, էլի։ Սա թափթփեցի, օքեյ, չէի նամ դիմացած կադրին էի նայում։ Անցնում ենք այս հացին։ Այն օրվա իմ առած երեխեքը կերան, այսօր խորենի խնդրել է 2 հատ բերել էր, մեկ էլ երեխեքը կերան, համով է, էլի սիրով ուտում են։ Հայի ասած զոքանչի լեզու էին, ասում փորեց հացին։ Հա ոնց։ Զգում ես չէ Ռոնյան։ Մի խոսքով հիմա այդ սխտորով ավոկադո մի կողմ դրեցի, հավկիթը գրեթե խաշվում է, այս հացը հիմա ես մի քիչ տապակելու եմ, առանց զետ, առանց բան, ուղղակի երկու կողմից տաքացնելու եմ թավայի մեջ։ Եկեք, այսպես։ Հիմա կկտրատեմ ոչ շատ բարակ, որտեվ չեմ ուզում, որ լրիվ չորանա թավայի մեջ, երեխեքին էլ ինձ թվում է կոմֆորտի չի լինի չոր ուտելը։ Այսպես մի քիչ թեքեմ, որ ավելի երկարուկ ստացվի, վրան շատ բան կարողանանք դնել։ Այս դանակը իհարկե այդքան հարմար չի, բայց այդ նորը չեմ կեղտոտի, այսպիսի կտորներ կանենք։ Ուզում եմ տավարի միս, լինի վրան, մանր կտրատված լորիկ, հավկիթը, արդեն ասացի, այդ ավոկադոն առաջի շերտով կքսեմ, հետո նոր վրան մնացածը, ու միգուցե պանիր դնեմ, վստահ չեմ, բայց կարա լինի։ Պիտի որ ստացվի համեղ, չգիտեմ, երեխեք ավոկադոյի հանդեպ սեր չունեն, բայց այս տարբերակով գուցե եւ դուրները կան։ Պետք է ստուգեմ մի հատ իրանց ռեակցիան։ Այսպես։ Սա մեր ընթրիքը այսօրվա կլինի, հետո արդեն ոսպով սուպ եմ սարքելու վաղվա համար։ Երեխեք։ Всё, այսպիսի հացիկներ։ Ես սարքեցի, ճիշտ է, մի քիչ անփույթ ստացվեց, ինչու, բացատրեմ, որտեվ այս բագետները նեղլիկ էին, իսկ ես վրան մի քանի շերտ իմ պլանավորածից ավել դրեցի, օրինակ տավարի միս ու պանիր, որը ի սկզբանե չէր պլանավորվում։ Մի մասը թթվասերով եմ սարքել, մի մասը ավոկադո, որ եթե երեխեքը հանկարծ ավոկադո չուզեն, թթվասերով կարողանան ուտել, թե ենք դրել մեզ համար, հեսա մի երկու բան էլ դնենք ու նստենք ուտենք։ Իրական սիրուն ու ինձ թվում է համով է ստացվել, պրոստը մի քիչ թափթփվել է, այդքան էլ էսթետիկ չի։ Դավը կարևորը հավանել է։ Ժողովուրդ ջան, ես ու խորենս նստած ենք, մեր ճուտոները քնել են, խորենի հետ իմ բանն էի անցկացնում, գեշտալտ թերապիայով սովորել էի, ինչպես են երազները վերլուծում, հոգեբանական փոքրիկ բան էի անում, սեանս։ Հա, բայց հետաքրքիր էր, ասա։ Հետաքրքիր, շատ հետաքրքիր էր։ Այս գեշտալտ թերապիայի երեխեք, երազներում մենք ինչ որ տեսնում ենք մեր մասին։ Եվ եթե անգամ ես թվում է, որ ես մեկին տեսանք, այն մեկին տեսանք, ստեղ էի, ընդեղ էի, այդ ամեն ինչը վերլուծվում է ամբողջությամբ մեր մասին։ Կարճ ասած, հավես է շատ։ Այո։ Այո, այս երկը իմ մասին։ Այդ երկը քո մասին է։ Հիմա էլ մտածում ենք խորիկի հետ ինչ որ մի բան դնենք, նայենք։ Ինչև սա անում ենք արդեն, որտի նստենք մի Ասա, քնելու ժամն է։ Քանիսն է, հա։ Չգիտես, որ համսիրտը ուզում ան նստես։ Ամը չես ուզում մինչև լուսադեմ մնաս։ Ոչ է ուզում ես հա, գիշերը այդպես անցկացնես նստած։ Տնայիններս մի քիչ լավ է, բայց արեցի խոր, որ վաղը թեզի վրա գոնե նստեմ այդ։ Երևի ես վաղը գրեմ ղեկավարիս։ Վերջացեցի տնայինները։ Հա։ Դե լավ անջ։ Ղեկավարիս գրեմ, ասեմ, որ երկու գլուխները բրծել եմ, շատ եմ վախենում, որ ստուգի ինչ որ սխալ լինի կամ մի բան։ Դավարն է, հա։
Խաղալի կուղեք։ Կուղեմ խորս։ Ես պիտի դա անեմ, հա։ Դե հա, ուղղակի տանջվել ես, լսի, 10-15 էջ պիտի գրե, ես 23 էջ եմ մի գլուխը գրե, ենթագլուխը գրե, են մյուսներ մի 10։ Ուշ է սկսել շատ թեզը, ես ուշ սկսեցի։ Մեր բոլոր կուրսեցիներն էլ արդեն սկսել են խորս։ Ես ուշ եմ սկսել թեզը գրել։ Հա։ Դե նայ, խորս, ես հետ, չէ, նայ, մերը բարդ է։ Մենք հետազոտություն պետք է անցկացնենք։ Ես պետք է մեթոդ մշակեմ, այդ մարդկանց հետազոտությունից հետո այդ մեթոդը կիրառեմ, հետո ռեթեստավորում անեմ, տեսնեմ օգնել է իմ մշակած ծրագիրը, թե չի օգնել տագնապներ ունեցող մարդուն։ Բարդ բան է։ Դժվար որ նյութեր չկար։ Ես Հա։ այս թեմայի վերցրել, որ շատ քիչ մատերիալ կար։ Այդ թեմայը, այդ է դժվար, եւ դժվար թեմա է վերցրել C1, C2 մակարդակի եւ ռուսերեն գերմաներեն համեմատություններ էր, համեմատական բան չեմ այլ բանան մրցում քո հետ ումս էր ավելի դժվար։ Որ մրցես է մեկա կրվելու էս։ Դա հարցակը կրվեմ թե չէ։ Չէ, խոր։ Գնահատեք լեզուները։ Ես լեզուները նախ մեր հետ դուքով մի խոսի, ես քո կինն եմ, թույլ եմ տալիս դու։ Չէ, խոջան։ Նայ, ես քեզ անկեղծ ասում եմ, թեզը գրելու կարգը, ես էլ եմ, չէ, մի անգամ թեզ գրել կուլտուրայի ֆակուլտետում որպես ռեժիսոր։ Ստեղ գիտական այդ բանը, ոնց ասեմ, այդ հետազոտության մասն է ամենադժվարը, որ դու պիտի գնաս, գտնես մարդկանց, այդ ինչ որ հատուկ խնդրով, այդ մարդկանց հետ աշխատես, էս անես, այն անես, в общем, այդ մասով է դժվար, այդ գրաֆիկ կազմես, թե ոնց է աշխատանքիդ, քանի տոկոսներ ես, քանի իմ համար այդ կոնկրետ շատ դժվար է։ Իհարկե ամեն գործ, ամեն բան ոլորտ իր դժվարություններ ունի, ինչի մասին է խոսքը, բայց կառուցվածքը դե, հա, բայց կառուցվածքը ես նկատի ունեմ սրա, որ խուճուճ է ու ոնց որ սենց դու չես նստում մենակ քո հետ, հասկանում ես, դու պիտի մարդկանց հետ աշխատես, գնաս, գտնես, զննես, քնես, այդքանով ինձ դժվար է։ Ինձ լավ կլինի, որ ես նստեի ինքս իմ հետ աշխատեի, սենց ասած։ Իմը ինքս իմ հետ էր։ Այդ լավ է, էլի։ Օրինակ կուլտուրայի ֆակուլտետի իմ թեզը շատ հեշտ էր սրա համեմատ, շատ։ Չկար այս կոնստրուկցիան, առաջի գլուխ, առաջի ենթագլուխ, առաջի գլխի առաջի ենթագլուխ, չգիտեմ ինչ, հետազոտական մաս, այնտեղ ուրիշ էր, այնտեղ տворческий process է։ Ուրիշ բան է, արվեստը սուբյեկտիվ ընկալում է։ Այսինքն այդ ուրիշ է։ Սա գիտական տվյալներ են, էլի։ Դու դի ստեղծես, իսկ այս բնագավառներում, ոնց որ լեզուներն, հոգեբանություն եւ այլն, դու հիմնական, եթե նորարարություն ինչ-որ չմտցնես, իհարկե, ստեղել է հնարավոր նորարար, ինչ-որ նոր դու արդեն ստեղծածն ինֆորմացիայի վրա ես, իսկ արվեստը մի քիչ ուրիշ բան, արվեստը դու ես ստեղծում, դա ուրիշ է։ Այսպիսի բաներ, մի քիչ տագնապներ եմ ունենում այդ, լավ է, թեզիս թեման չոտքի ընտրել եմ խոջան, տագնապային խանգարումները, լրիվ իմ թեման, բայց իրոք, ինձ էլ եմ է հետազոտելու, կատակ չեմ ամ, ես մի հատ կհարցնեմ դա թույլատրվում է թե չէ, ես ինձ հետաքրքիր կլինի իմ հետ էլ անել այդ, որտեվ ես ինքս բավական տագնապային մարդ եմ, դու գիտես։ Կադրից դուրս կատարվածը դու գիտես, սիրելիս։ Իսկ հիմա պատասխանատվության բարձր զգացում ունեցող մարդիկ հակված են տագնապների, մարդիկ, որոնք իրանց գործը սիրում են լավ անել, տեղը տեղին անել, իրանք հակված են։ Խոջան, մարդիկ կան, որոնք անում են տեղը տեղին, բայց այդքան էլ տագնապային չեն։ Չի ասի, որ այդքան տեղը տեղին են անում, ես ուսումնասիրել եմ։ Հիմնական այդ դնջությունը միշտ փուստ են տալի, այսինքն իրանց, ոնց որ տագնապային մարդիկ իրանց հաշվի Դե տագնապային մարդիկ միշտ 100 սենց ձևով գործին օգուտ են տալի, գործը առաջ են տանում, այսինքն գործը անում են սենց անթերի գրեթե, հա, ու լրիվ անթերի ոչինչ չկա։ Բա ես։ Միայն Աստված։ Որ հումոր եմ անում, խորին լրջին տված շարունակում եմ։ Որտեղ լուրջ թեմայի դու չես, որ լուրջ թեմաներ։ Գիտեմ, որ դու լուրջ բան ես խոսում, արդեն, հա։ Պիրիկ լուրջ հետ չի լինում։ Իսկ այն մարդիկ, ոնց որ
Գիտես ինչ է, ոնց որ այդ մարդիկ վճարում են իրանց հանգստությամբ, որպեսզի ամեն ինչ լինի սենց նու գրեթե անթերի։ Իսկ այն մարդիկ, որոնք բան են, դինջ են, կիսատ, բռած, շատ անգամ, թերի, հա, ապատասխանատու շատ անգամ։ Դե իրականում հա, այդ հանգստությունը այդտեղ օգնում է, ինձ թվում է։ Չէ, իրանք խնայում են իրանց առողջություն, դա էլ հարց է, ով է ճիշտ, ով չէ։ Ինձ թվում է ոսկե միջինի գաղափարը այդտեղ շատ իդեալական կլիներ։ Եթե նայում ես այդ մարդիկ օրինակ իրանց ամփոփությամբ կարան վնասեն ուրիշներին, իրանց որ չեն մտածում, ասենք ռագնապային մարդիկ չեն կարող չեն վնասում, որտեղ իրանք իրանց գործը ամեն չոտ։ Հա, բայց իրանք էլ իրանց են վնասում ահավոր ձևի։ Բա ինչ են անում իրանք իրանց վնասում։ Իսկ որն է ավելի ճիշտ։ Իսկ այն մարդիկ իրանց չեն վնասում, դիմացիներն են։ Եթե նայենք բնության տեսակետից եւ համարենք, որ մարդու բնական վիճակը էգոիստ վիճակն է, ապա այստեղ ավելի լավ այն մյուսը լինես, քան թե քեզ վնասող։ Դե դա դիլը կարանաս, դա տեսակ է, դա չես ընտրում։ Կամ սենց ես, կամ նենց ես։ Այստեղ կոգնիտիվիստները կգային ու կասեն, որ մտածողությունը հնարավոր է փոխել եւ հետեւաբար վարքն էլ փոխել, վարքը մեր բնավորությունն է, բնավորությունն էլ փոխել եւ իրականում, բայց համաձայն եմ, որ եթե քո Չէ, Խոջան, հնարավոր է։ Չէ, խորետապացուցված բան։ Բնավորությունը փոխել։ Նայ, խառնվածքը չի լինում փոխել։ Էդի մեր բանն է խոլերիկ, ֆլեգմատիկ, սանգվինիկ, մելանխոլիկ։ Դա չի լինում փոխել, այդպես ծնվում ենք։ Բնավորությունը մեր ձևավորվում է արդեն ծնվելուց հետո։ Մեր սոցիումում, ընտանիքում եւ այլն խառնվածքի հիման վրա։ Ասենք օրինակ բնավորության։ Օրինակ բնավորությամբ ես չեմ սիրում դնել առարկաները իրանց տեղը, չէ՞, դες բնավորություն ունեմ։ Բայց եթե ես իմ մտածողությունը խոտ տամ եւ աշխատեմ իմ այդ բնավորության համար, փոխեմ իմ վարքը, ես կփոխեմ իմ այդ բնավորության գիծը։ Բայց դա հնարավոր է։ Ասենք դու այս տեսակի մարդ ես։ Խորես հնարավոր է։ Իմ բնավորությունը մեր ամուսնությունից մինչև հիմա չի փոխվել։ Խղճով լինել դա բնավորության գիծա թե խառնված։ Չէ, ինձ թվում է խառնված կա։ Այսինքն մարդը տեսնվում է, չէ։ Նայ, ըստ վարկածների կա վարկած, որ բոլոր մարդիկ ծնվում են բարի։ Դա վարկածներից մեկն է։ Չէ, ասում։ Մնացածը արդեն գնում է, այսինքն մնացածը արդեն գենետիկ ֆակտոր, հասարակություն, ընտանիք, տրավմաներ եւ այլն եւ այլն։ Օրինակ ես նկատել եմ շատ անգամ, ես դեռ սիրում եմ մարդկանց ուսումնասիրել։ Ասենք նայում եմ, ուսումնասիրում եմ շատ մարդիկ, իրանք, ասենք ես նկատել եմ, օրինակ հայրը սենց է ինքն էլ է տենց, մայրը սենց է ինքն էլ է տենց, նույն այդ տենց, չոր տենց։ Բայց այդ կարելի լինի նաև նրանից, որ այդ հայրն ու մայրն են իրան, օրինակ, տենց։ Նաև կարելի լինի գենետիկ։ Ասենք մարդը լինի չար մարդ։ Էդի տարբեր վարկածներ կա, այդ վարկածն էլ կա, դեռ Արիստոտելենք տարբեր վարկածներ տենց ունեցել են, օրինակ, որ մարդը ի ծնե հակված է ամենատարբեր հանցագործություններ անելու։ Իհարկե ես գտնում եմ, որ դա մեջ կա ճշմարտություն, համապատասխան պայմաններում, համապատասխան վիճակի մեջ ես գտնում եմ, որ ցանկացած մարդ ունակա կատարել ամենատարբեր գործողություններ։ Դա համար դրա մեջ պապրիրոդիե մարդու մեջ ինձ թվում է կա այդ տարբեր բնազդային։ Օրինակ նայ։ Օրինակ անկեղծ եմ ասում։ Օրինակ եթե ես հնարավորություն ունենայի ինչ որ տեղ գտնվեի, որտեղ կա գումար, ասենք մեծ գումար, ու ես դա կարայի վերցնել։ Եվ չբռնվեի։ Չէր իմանա, որ ես դա վերցրել եմ, ես չէի կարող վերցնել։ Որտեվ դու կմտածեի, որ կիմանա։ Իմանայի, եթե դաժե ոչ մեկ չիմանա։ Մի րոպե, նախ ստեղ կարևոր է, դա ինչ գումար է։ Եթե դու գիտես, որ դա, օրինակ, գտնվում ես մի հատ օլիգարխ, շմոլիգարխի պահոցում, օրինակ, որտեվ դու վախենում ես, որ կբռնվես։ Դու հետևանքներից ես վախենում։ Հետևանքից չէ, ես իզից եմ վախենում։ Խղճից ես։ Այսինքն եթե ես դաժե իմանայի, շատ եմ մտածել։ Եթե ես դաժե իմանայի, որ ոչ մեկ դա չի իմանալու։
Բայց քիչտ քեզ խեր տանջելու, որտեվ անդադ վատ վախ արարք եմ արի չկարի։ Չէ, բայց բացի դրանից դու անդադ ես չգիտեմ ես ոնց կվարվեի հիմա, այս բարձրաձայն վերլուծում եմ։ Բացի դրանից подсознательно մարդը միշտ վախ ա ուներ, որ արա մի օր կբռնվեմ, կիմացվի։ Ես ամենաշատ վախում եմ, անկեղծ եմ։ Աստծու Երկրի վրա ինձնից, երկնքում Աստծուց։ Այսինքն իմ խղճից Այն ես նայ, հələ կոմենտներում գրեք դուք կվերցնեիք։ Այդ չէ, Թե ոչ։ այսինքն որ իմ խիղճը ինձ կտա, որտեղ այդ խղճի հետ։ Բայց քո խիղճը քեզ խի կտանջի, եթե դու մի հատ խափեբա, օլիգարխ, որը կլպել թալանել։ Հա, բայց իրանն էլ չի, եթե տենց վերլուծենք։ Ես եմ խափեբա, գող, ես այս ոչ վաղ չեմ տարբեր։ Չգիտեմ, ստեղ էլ ինչպես միշտ խորիկը հրեշտակապետի տեսքով Ես հայտնվեց, ես ասում եմ, որ ինչ որ լավ տպավորություն թողեմ, դե դու ինձ գիտես, հետևորդների վրա մեր, հա, լավ տպավորություն, սենց ինձ լավ լույսի ներքո ներկայացեմ, իրոք այդպես ասում, ինչ որ ես ինքս իմ մեջ եմ մտածել վերլուծել, ասում որ այս սենց սիտուացիա եմ լինի։ Ես չգիտեմ ոնց կվարվեի, անկեղծ կանեի, ասում եմ, որ չէ։ Յան ես նայ։ Չէի կա, որտեղ ես կիմանայի, որ ես է տարել եմ։ Նայ, իմ խիղճը ինձ կտանջեր, բայց ես չեմ կարող ասեմ։ Իմ խիղճը ինձ կտանջեր, որովհետև ես իրոք իմ խիղճը դա կներ, թե օրինակ նույն վախ, որ Աստծո առաջ, որ վատ բան եմ արել, կամ վախ, որ կբռնվեմ, վախ, որ դրա համար պատասխան կտամ, չեմ հասկանում ես դա, այդ պահը ինչը ինձ կդրթեր չանել։ Ես գիտեմ հաստատ իմ դեպքում, բայց չի հերթին, ես իսկ կդադարեի հարգել, իսկ այդ ամենահավոր բաներից է, որ դու քեզ դադարում ես հարգել, և որ դու քո կերպարը քո աչքի առաջ գցում ես, դա համար ես չի անի, չէ շատ գայթակղող է, որ այդ փողը լինեին շատ, որ քո վերցրածը դրա մեջ ոնց որ մրջուն լիներ։ Իմը չի։ Ոայ խորիկ մի ներվայնացույց, այդ տղա տուն կառնեինք։ Ես ինչ գործ ունեմ։ Ոնց թե։ Չէ։ Փողը չի։ Զգում եք չէ ում հետ եմ ամուսնացել, այս սուրբ մարդու հետ, հələ աջան։ Ես սուրբ չեմ։ Բայց սրբոտ է։ Չգիտեմ, ես անկեղծ չգիտեմ, չեմ ուզում մեծ խոսել։ Ցեի նշանը կգրես հեղինակային իրավունք, կգրես Շանել Սյուզ։ Կգրեմ։ Լսի, մտածում եմ, իմ համար ինձ թվում է կարևոր կներ որտեղ եմ, այդ օրինակ եթե մարդը ինչ-որ ընկալեր իր տանը, օրինակ, նույն հարուստ մարդն, ու ես հայտնվեի իր սեյֆում կամ չգիտեմ, ես չէի անի, որտեղ բայց եթե դա լիներ մի հատ տարածք որտեղ sense ավելի ազատ է դոստուպը, չեմ կարող բացատրեմ։ Ուրեմն որ դու գումար ես գտնում։ Հա, բայց դա ինչ-որ մեկի շատ պահապան հրեշտակն, ուրեմն քո հետ է, տենց խոսք է, չգիտեմ ինչքան վայ, ճիշտ ասում եմ, թե փող ես գտնում, ուրեմն պահապան հրեշտակը քո հետ է։ Օրինակ, այդ որ գտնում ես, դա նշանակում է, որ դու պետք է գտնել ես, եթե դու տեսար։ Բայց կարող այդ մարդը, որ կորցրել է, հետ է ուզում գա, որ գտնի իր փողը։ Չէ, դի հե։ Ինչ հե։ Օրինակ, կարող ասենք խանութ ա մտել, կորցրել։ Գումար ու բանուկ տեղում։ Մի անգամ վաբշե ապշելու էր Կոմիտասում։ Մեր շուկային աշճանները Կոմիտասի որ կար, այնտեղ որ քարի բաներ եկա, որ վրա նստում են։ Դրած էր գումար, այդ ու կողքը ցես մարդիկ կային։ Չէին տեսել։ Ոնց որ տեսես դրած են։ Քո համար է Ես տեսա իմ համար է։ Լսի, կստати, այսօր վիդեո տեսա, որ այն ծիածան խանութը մեր տան Կոմիտասի, դա ինչ որ մարդեր են գել մեռել։ Այսինքն։ Մի հատ պապիկ։ Եվ սիրտը կանգնել է եւ։ Հա, ծիածանի մոտ։ Հա, հենց բայց դիմաց։ կա հիմա ծիածանը։ Չէ, այն կոսմետիկայի խանութի է, չէ՞ վերածել։ Ծիածանը, նոր հիշեց, մեջը բան որ մտնում։ Այդ տղա բան եմ պատմում, մարդ համահացի, ասում եմ ինքը ծիածանի վրա է խորացել։ Ահա, ես խորացա, նոստալգիայի մեջ եմ գա։ Ոբշեմ, լավ շատ խոսացինք, մի քիչ տելևիզոր չնայենք, հետո Հա։ դե հաջողացա բլոգը ավարտի գնանք։ Հաջողություն, լավ որ ձեզ։ Մի հատ սոչնի հաջողալա էլի իմ հետ։ Իմ նման։ Մի րոպե սոչնի ոնց նկատի։ Սիրել Սոչնի ոնց։ Ոյ աստված ջան։ Ամենամատ իր ասոցիացիա։ Գիրը պիտի անկողին լցնի ձևով լրիվ։ Տիկի խուրամոցորներ։ Լավ, всё, ասա պակա գնա։ Այսպես ինպես։ Ես տեցեմ հաջողալ։ Դու գիտես։
Բիոպե ես դա դոշերը ցցելով եմ հաջողում։ Դոշերը ցցելով չէ։ Նագիզի դոշերը սրացել։ Սպասի, ոնց հաջողանում։ Ասա հաջողություն սիրելիներս կհանդիպենք հա։ Սիրելի հետևորդներ ջան։ Շնորհակալ ենք, որ այսքան տարի մեզ հետ եք հավատարիմ։ Այդ էլ եմ։ Լավ մնացեք։ Ինչ ասեմ, ամենալավն ու բարի։ Կհանդիպենք հաճ։ Vlog. Ահա, всё, пока։